Բարև ձեզ, ես այսօր իմ ամենագեղեցիկ ու փոքրիկ ընկերուհու հետ եկել եմ Էջմիածին քաղաք, ցույց տամ իրան Մարչանենց տունը, որտեղ կան դասընթացներ լավաշի, տոլմայի, կավագործություն կա, գորգագործություն կա, պիցայի պատրաստման վայրեր ունենք, հիմա մենք կգնանք եւ բոլորիդ ցույց կտանք։ Արի։ Տեսնենք, որտեղ է գտնվում եւ մենք կպատրաստենք ձեզ համար։ Համեցեք։ Քիչ մնաց։ Եկեք տեսնենք, որտեղ է գտնվում։ Հիմա ես ու իմ փոքրիկ ընկերուհին կպատրաստենք հայկական լավաշը, երկուսով կհամտեսենք այն պանիրով եւ մեր կանաչիներով հայկական ամբողջը, եւ կասես դուրդ գալիս է թե չէ։ Ահա, այստեղ գտնվում է մեր թոնիրը։ Սկզբից վերցնում ենք խմորը, այն գրտնակում ենք, հետո դնում ենք, հատուկ մենք իր ունենք դրա վրա, հետո դնում ենք նայի թոնիրը, նա այնտեղ կրակ կա։ Հիմա ես քեզ ցույց կտամ կավագործությունը, որտեղ որ մեր մոտ գեղեցիկ կավեր են պատրաստում երեխաները եւ մեծերը։ Ահա։ Այստեղ մենք պատրաստում ենք կավը, ես երեխաները պատրաստում են արդեն։ Հիմա կգնանք։ Բարձրանանք վերև, տեսնենք ինչ կա այնտեղ։ Ահա, սա տես մեր խնոցին է, այստեղ հին ժամանակներում մենք հայերս պատրաստել ենք մածուն, թան եւ որից հետո կարելի է սրանով պատրաստել կարակ, սա մեր հին խնոցին է, որ հիմա մենք չենք օգտագործում, բայց շատ գեղեցիկ է, հնություն է, հայկական ավանդական խնոցին է։ Սա մեր հայկական ավանդական սուվենիրներն են, կարող են գալ, տեսնել։ Այստեղ պատրաստած են կավից բաժակները, տես ինձ սիրուն է։ Ամբողջը կավից է պատրաստած։ Հիմա ես քեզ ցույց կտամ մեր հայկական ավանդական գորգերը, մենք սիրուն է։ Ամբողջը պատրաստել են ձեռքով, սա ձեռքի աշխատանք է, ամբողջը։ Նայեք հատակին սիրուն, ձեռքի աշխատանքներ են։ Սա երեխաներն են նկարել, շատ գեղեցիկ աշխատանքներ են, յուղաներկով։ Հիմա կտեսնենք էլ ինչ կա այստեղ, ինձ էլ է հետաքրքիր, որովհետև ես այստեղ առաջին անգամ եմ քո հետ, իմ փոքրիկ ընկերուհի, ահա։ Սա էլ մեր գորգերն են, այս ամբողջը ձեռքով է, պատրաստվածն է, ինձ սիրուն է, շատ գեղեցիկ են, գույները բազմազան, սա հայկական գույներ են, այս գույները բնորոշում է մեր հայկական հին ավանդույթները։ Կարելի է գալ այստեղ, լավաշ պատրաստել, հետո նստել ճաշել, որտև այստեղ շատ համեղ ուտելիքներ են, անգամ են կարող են երկուսով պիցա պատրաստել և մեր պատրաստած պիցա երկուսով ըմբոշխնել։ Տեսություն ձեզ կհանդիպեք մյուս